Փառք Աստծուն ձեր համար, որ այսօր այստեղ եք։ Ափսոսում եմ, որ շատ-շատերը այսօր դաշտերում գործ են անում կամ չգիտեմ ինչ այստեղ չեն, բայց մի բան լավ գիտեմ, որ մեկ Աստված հավատարիմ է։ Միջ անցնել իմ խոսքին, ուզում եմ իրականում մի բան ասել ու դա նաև հետո կգնա ուղիղ եթերում։ Հունիսի 21-ին, այսինքն հաջորդ շաբաթ օրը, ասա հաջորդ շաբաթ, շաբաթ օր ժամը 6-ին, գիտեք ժամը 6-ին այստեղ է ծառայելու Աստծոյցյալ Գոր Մեխակյանը, դրսում ենք ունենալու ենք ոնց որ մեծ հավաքույթ, այնպես որ կուզենամ քո բոլոր ընկերներին, բարեկամներին, ովքեր որ աշխարհիկ են, իրանց հրավիրես, ովքեր որ հիվանդ են, իրանց հրավիրես, որպեսզի այդ օրը ներկա լինեն, որտեվ իհարկե չգիտենք Աստված ինչ անելու, բայց հավատում ենք, որ զորավոր բաներ կլինի այդ օրը։ Դրա համար լավ կլինի, որ եւ դու եւ նաեւ քո ընդհանուր աշխարհիկ ընկերները կամ բարեկամները հրավեր կանես, որ իրենք կան այդ օրը։ Մենք ասես ինչ հավատացյալներին չկանչենք, ասեմ դες հավատացյալներին կարող եք կանչել, բայց հավատացյալները արդեն հավատում են։ Շատ լավ։ Այն խոսքը, որ ուզում եմ այսօր կիսվել ձեր հետ, դա առաջի տեղը, որ ուզում եմ կարդալ, դա Եսայի Մարգարեության 51-րդ գլուխ 15 խոսքից է։ Եվ նայեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Ես եմ քո Տեր Աստվածը։ Գիտեք, այնքան զորավոր է, երբ որ Աստված ասում է, որ ես քո Աստվածն եմ։ Եսայի 51:15 Ես եմ քո Տեր Աստվածը, որ սաստում եմ ծովին, երբ որ նրա ալիքները փոթորկում են։ Դուք պատկերացնում եք ինչ ասում Աստված։ Ես քո Տեր Աստվածն եմ, ես սաստում եմ ծովին, երբ որ ալիքները փոթորկվում են։ Ես իմ անունն է զորած Տեր։ Իմ անունն է զորած Տեր։ Այսինքն Տերը խոսում է, մի ուրիշ թարգմանության մեջ գրում է Եհովա Սաբաոֆ։ Զորած Տեր, Եհովա Սաբաոֆ։ Իմ անունը Եհովա Սաբաոֆ է։ Մի ուրիշ թարգմանության մեջ ասում է զորած Տեր է։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ ես ու դու հասկանանք, որ Աստված ինքը քեզ ասում է, ես քո Աստվածն եմ, եւ այդ ալիքները սաստողը ես եմ, երբ որ ինքը գոռում է քո վրա, եւ որ ինքը փոթորկում է, որովհետեւ իմ անունը զորած Տեր է։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ ես ու դու այդ հայտնություն ունենանք ու հասկանանք, որ շատ անգամ սատանան քեզ համոզում է, որ դու ոչ մեկն ես, բանի պետք չես, ում ես պետք։ Գիտեք, բայց իրականում Աստվածը ես քո Աստվածն եմ։ Ես քո Աստվածն եմ։ Գիտեք, շատ անգամ գալիս է դեպը ու քո մտքին խոսում է, որ դու սկի սատանին էլ պետք չես։ Ու մարդը ինքը իրան տեսնում է ոչ մի բան։ Բայց Աստված քեզ ասում է, ես քո Աստվածն եմ։ Ու ես կարողանում եմ այդ ամենը անել։ Այստեղ մի շատ կարևոր բան կա։ Ինչքանով ես իրականում կուզենամ, որ ինքիմ Աստվածը լինի։ Գիտեք, հաճախ մեր կյանքում իրականում բարձրանում են ալիքներ։ Հաճախ այս կյանքի ալիքները գոռում են, բարձրանում են մեր դեմ։ Ոմանց համար առողջական ալիքներ են բարձրանում, ոմանց համար ֆինանսական խնդիրների ալիքներ են բարձրանում, ոմանց համար ընտանեկան խնդիրների ալիքներ են բարձրանում։ Ամեն ժամանակ առ ժամանակ ծովը փոթորկում է։ Գիտեք, երբ որ իրական ծովը փոթորկում է ու հատկապես եթե ծովի մեջ երկրաշարժ է լինում, քանիստ եք լսել ցունամի ասվածը։ Ոմանք լսել են։ Եթե չեք լսել, բացեք սոցցանցերը, այսինքն հատկապես YouTube-ում գրեք ցունամի, կտեսնեք ինչ է կատարվում։ Երբ որ Աստված դրել է սահմաններ ջրել, իրանք իրենց սահմանները դուրս են գալու, քաղաքները, բնակավայրերը ողողում են, ավերվածություններ են բերում։ Գիտեք, ցանկացած նավաստի ինքը լավ գիտի ծովը կարող է ժամանակ առ ժամանակ փոթորկել։ Ինքը լավ գիտի, որ ծովը կարող է բարձրացնել ալիքներ։ Բայց գիտեք, իրանք գնում են։ Չեն կանգնում ափին ու մտածում են, որ
բավոր հանկարծ ծովը ալիքներ ունենա, ինչ եմ անելու ես։ Նրանք հավատքով գնում են, որ ալիք է լինի, մենք տեղ կհասնենք, ալիք է լինի, մեզ ոչ մի բան չի լինի, որովհետև առաջի խոսքը, որ ես կարդացի, ասում է, ես եմ քո Տեր Աստվածը, որ կարողանում եմ ալիքները սաստել։ Եվ գիտեք, հաճախ այդ ալիքները գոռում են, առավոտը հելնում ես, հենց անկողնուտից ուզում ես շարժվես, մեկ էլ զգում ես, որ մեջքիդ կամ որովայնիդ հատվածում մեկը գոռում է, ցավում եմ։ Ես այդ ալիքը որ բարձրանում ու գոռում է։ Եվ գիտեք ոնց եմ վերնագրել այսօրվա խոսքը, ալիքներ սաստող։ Ալիքներ սաստող։ Եվ դες երբ որ իրականում Տերը քո Աստվածն է, ինքը կարող է սաստել այդ ամեն ինչը։ Ինքը կարող է սաստել այդ ամենը։ Բայց երբ որ իրականում դու առավոտ արտանում ես եւ այդ ալիքները գոռում են, դու էլ վախից նորից հետ ես գնում անկողնուտ մեջ, վախենալով որ հանկարծակի չմրսեմ, հանկարծակի, իմացած այդ ալիքները ավելի են բարձրանում։ Բայց երբ որ իրականում դու հասկանում ես, որ այդ ալիքները սաստողը Տերն է, դու ոչ մի բանի առաջ չես կանգնում։ Դու ոչ մի բանի առաջ չես կանգնում, որովհետև գիտես, որ կամ մեկը, որ կարող է ասել այդ ալիքին խաղաղվի, ու ինքը խաղաղվի, որտեղ ինքը քո Աստվածն է։ Գիտեք, շատ անգամ մարդիկ ինչ են անում։ Երբեմն գիտեք, մարդու հավատքը թուլանում է։ Եվ որ մարդու հավատքը թուլանում է, մի կարևոր բան կա, որ քո կյանքում պետք է անես։ Ասես ինչ, քիչ հետո կասեմ։ Եկեք գնանք Մարկոս ավետարան, 4-րդ գլուխ 35 խոսքից։ Գիտես, որ քո հավատքը թուլանում է, դու չպետք է ուղղակի հանձնվես։ 4-րդ գլուխ 35 խոսքից եմ կարդում, ասում է նույն օրը երբ իրիկուն եղավ, ասեց աշակերտներին, եկեք ծովի մյուս կողմը անցնենք։ Գիտեք, Հիսուսը աշակերտներին ասում է, եկեք ծովի մյուս կողմը անցնենք։ Նրանք էլ ժողովուրդը արձակելով վերցրեցին իրեն ու արդեն նավի մեջ էր եւ ուրիշ նավակներ էլ կային այնտեղ։ Եվ մեծ փոթորիկ ելավ եւ ալիքները նավի վրա էին գալիս, այնպես որ գրեթե նավը լցվում էր։ Գիտեք, երբ որ նավը ջրի մեջն է, դա նորմալ է, բայց երբ որ ջրերը են նավի մեջ, դա աննորմալ է, որտեղ կարող են նավին խորտակել։ Եվ այս պարագայում ասում է գրեթե ջուրը լցվում է նավի մեջ։ Եվ ինքը Տիրոջ մասին է խոսում, նավի ետևի կողմը բարձի վրա քնած էր։ Արթնացրեցին նրան եւ ասեցին. «Վարդապետ, հոգը չէ որ կորսվում ենք»։ Ու ելելով սաստեց հովին եւ ծովին եւ ասեց. «Դադարիր, լուր մնա»։ Քանիսիդ կյանքում փոթորիկներ են բարձրանում։ Քանիսիդ կյանքում փոթորիկներ են բարձրանում։ Ինչ եք անում։ Ինչ եք անում, երբ որ փոթորիկ է բարձրանում։ Եթե ֆինանսական փոթորիկ է բարձրանում, վազում ենք բանկ, հա, հարուստ քեռու մոտ, հարուստ մորքուրի մոտ։ Գնանք ինքը կօգնի, գնում հասնում ես իրենց դուռ ասում, գիտես, երեք բանկը լրիվ ունեցվածքիս վրա կալանքա դրել, ոչինչով քեզ չեմ կարող օգնել։ Ալիք ավելի բարձր է գոռում։ Լավ, դու չես կարող տեսնեմ ում եմ երաշխավոր ճարում, որ ես ֆինանսական հարցերը լուծեմ։ Ու գիտես ամեն անգամ դու ինչ-որ բան ես ման գալիս, եւ այդ ալիք ավելի բարձր է լցվում քո նավի մեջ։ Բայց մի կարևոր բան կա, գիտեք որն է։ Որտեղ նայեք ինչ ասեցին։ Արթնացրեցին Տիրոջը։ Արթնացրեցին Տիրոջը։ Եվ ասեցին. «Տեր, հոգը չէ որ կորսվում ենք»։ Եվ նա էլ ելնելով սաստեց հովին եւ ասեց. «Դադարիր ու լուր մնա»։ Եվ ասում հովը դադարեց։ Քամին դադարեց։ Գիտեք, լավագույն բանալին նա է, երբ որ դու կարողանում ես պինդ բռնվել Հիսուսին եւ Հիսուսին բարձրացնել քո կյանքի մեջ։ Բոլոր տեսակ ալիքները դադարում են, երբ որ Հիսուսը կանգնում է։
բոլոր տեսակ ծովերի աղմուկները դադարում են, երբ որ Հիսուսն ասում է լուր մնա։ Բայց քանի դեռ Հիսուսը քնած է քո կյանքում կամ քո նավակի մեջ, առաջի խոսքը որ կարդում ես, ես եմ քո Տեր Աստվածը։ Եվ քո Տեր Աստվածը ինքը կարող է ցանկացած խնդրի լուծումը տալ։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր որ մեզ կլսեք, ես չգիտեմ դուք ինչ խնդիրներ ունեք, բայց մի բան գիտեմ, ես չգիտեմ դուք ինչ խնդիր ունեք, բայց ես գիտեմ ինչ Աստված կա։ Ես գիտեմ ինչ Աստծո ենք մենք պաշտում։ Այն Աստվածը, որը որ իրականում կենթանի է, ինքը կարող է ձեր բոլոր ալիքները լրացնել։ Գուցե մեկ ասում է, հովիվ գիտես, երկար ժամանակ աղոթում եմ եւ ալիքները չեն լռում։ Ինչ եք մտածում։ Պետրոսը ձկնորս լինելով ծովում գիտեր նա վարել թե չէ։ Գիտեր թե չէ։ Քանիստ եք համաձայն որ գիտեր։ Ոմանք համաձայն են։ Քանիստ համաձայն չեք որ չգիտեր։ Ոմանք ձեռնը պարեն լավ։ Ոչ են։ Հիմա նայեք։ Միջև Հիսուսին արթնացնելը Պետրոսը գուցե պայքարում էր, նավը կառավարում էր, որպեսզի կարողանա այդ ալիքների մեջից դուրս բերի։ Բայց գիտեք, ալիքները գնալով մեծանում էր ու լցվում էր նավի մեջ։ Պետրոսը ամեն բան փորձում էր անել, ինքը նավաստի լինելով, նավի վրա լինելով, մարդ, որը որ ծովում ձկնորս է։ Եվ գիտեք, հատկապես շատ մեծ ձկնորսական նավեր գիշերով են դուրս գալիս ծով։ Եվ ինքը լավ գիտեր այդ ամենը։ Փորձում էր սկզբում ամեն բան կառավարել, որպեսզի նավը չխորտակվի, բայց երբ որ հասկացավ, որ հնարավոր չի որևիցե մի բան անել, գնաց Տիրոջ արտացրեց ըստ Տեր։ Կորսվում ենք, քո հոգը չի։ Գիտեք, ես մի բան եմ ուզում քեզ ասել, սիրելի եկեղեցի։ Եկեք Հիսուսին մեր կյանքում արթնացնելը չլինի դա վերջի ամենավերջի տարբերակը։ Եկեք Հիսուսին մեր կյանքում արթնացնելը լինի ամենաառաջի տարբերակը։ Չփորձենք անել ամեն բան, երբ որ տեսնենք այդ տարբերակ չկա, Տեր ջան, մենք բոլոր տարբերակներ արեցինք, մնացել է վերջի տարբերակը։ Գիտեք, եկեք չթողենք Հիսուսին ամենավերջի տարբերակը։ Եկեք Հիսուսին բերենք ամենաառաջի տարբերակը։ Եվ ցանկացած ալիք, որ բարձանում է քո դեմ, դա կլինի ֆինանսական, դա կլինի առողջական, դա կլինի ընտանեկան, քեզ առաջի բանը բարձրացրա Տիրոջը։ Տեր, ես ուզում եմ, որ դու արթնանաս իմ կյանքում։ Տեր, ես ուզում եմ, որ այս իրավիճակում դու ասես կանգնի, սաստես, այս փոթորիկը կանգնի, շարունակություն ինչ է ասում Տիրոջ խոսքը, հովը դադարեց եւ մեծ խաղաղություն եղավ։ Մեծ խաղաղություն եղավ։ Գիտես, գուցե դու ֆինանսական լիքը խնդիրներ ունես։ Եվ ամեն առավոտ գոռումը, հատկապես երբ որ գալիս ամսական քո վճարելու ժամանակը, ավելի բարձր է գոռում։ Ու երբ որ ամեն անգամ ինքը բարձր գոռում է, գիտես դու սկսում ես վախենալ։ Ես փոքր էի ու դպրոցում որ սովորում եմ, հետաքրքիր բան էին ասում, իհարկե երբևիցե չեմ փորձել։ Երբևիցե չեմ փորձել, չգիտեմ դա իրականում այդպես է թե չէ։ Ասում բայց երբ որ գնաս անտառ ու հանդիպես արջին, բարձր գոռա։ Ասում որ բարձր կգոռաս, արջը քեզ չի մոտենա։ Դրա ասում պրակտիկայում չունեմ դա այդպես գործում է թե չէ։ Բարձր գոռալուց արջը կմոտենա քեզ, թե բարձր գոռալուց արջի համար լավ ախորժելի պատառ կլինես չեմ կարող ասել, բայց մի բան կարող եմ հստակ ասել։ Քո կյանքի բոլոր ալիքները իշքան որ բարձր են գոռում, երբ որ արթնանա Հիսուսը քո կյանքի մեջ, այդ բոլոր ալիքներին ասելու է խաղաղվի, դադարիր։ Եվ գիտեք, երբ որ տագնապ անցնում է, գիտես քո ներսում խաղաղություն է գալիս։ Գիտես դու դրամ չունես, այսօր պետք է վճարում անես։ Ու հանկարծ Աստված մեկին բարձրացնում է ու քեզ օրհնում է, դու այդ դրամը վճարում ես։
Մեզ տուն ասում ես, այսօր էլ պրծա։ Ես խաղաղություն ա գալիս, որտեղ քո խնդիրը լուծվեց։ Սելի եկեղեցի, մեր Աստված, ալիքներ սաստող Աստված է։ Բարձրացրեք Տիրոջը ձեր կյանքի բոլոր բնակավարների վրա եւ տեսեք իրավիճակները փոխվելու են։ Բայց երբ որ դուք Տիրոջը չեք բարձրացնում, չեք արթնացնում Տիրոջը ձեր կյանքի մեջ, դուք թույլ եք տալի, որ ալիքները լցվեն ձեր նավը։ Իսկ երբ որ ալիքները լցվեցին ձեր նավը, հավատացեք, լավ բանը չի տանում։ Ինչի են շատ անգամ Պողոսը միջև անգամ խոսում է, ոմանք նավաբեկության ենթարկվեցին։ Ինչի, որովհետև այդ ալիքների մեջ իրենց նավը խորտակվեց։ Իրեք շատ քրիստոնյաներ Հիսուսին արթնացնելու փոխարեն ուրիշ տեղեր են վազում եւ մտածում են, Տիրոջս նեղություն չտամ։ Գիտեք, եթե Տերը քո Տերն է, եթե Աստված քո Աստվածն է, քո ամեն խնդրի համար ինքը նեղություն չի կրում, որտեղ ինքը Աստված է, ինքը ամենակարող է, եւ շարունակությունից ասում Տիրոջ խոսքը, եւ ասես նրանց 40-րդ խոսքը, ինչու այդպես վախկոտ եք եւ ինչպես է լինում, որ հավատ չունեք։ Ինչու այդպես վախկոտ եք եւ ինչպես է լինում, որ հավատք չունեք։ Նրանք խիստ վախեցան ու ասին իրարու. Արդյոք ով է սա, որ հովը, ծովը իրեն հնազանդվում է։ Սելի եկեղեցի կամ էլ մարդիկ ովքեր մեզ կլսեք, չկա մի բան, որ Աստծուն չի հնազանդվում։ Չկա մի բան, որ Աստծուն չի հնազանդվում։ Եթե ալիքներ Աստծուն հնազանդվում են, ծովը Աստծուն հնազանդվում է, քամին Աստծուն հնազանդվում է, հավատացեք, քո բոլոր խնդիրները, քո կյանքի բոլոր իրավիճակները հնազանդվելու են իրեն։ Բայց քեզ մի բան է պետք արթնացնել։ Գիտեք, Հիսուսը մի բան ասեց, ուրա ձեր հավատքը։ Գիտես, գուցե դու հավատքից մի փոքր ընկել ես։ Գուցե քո հավատքը թուլացել է։ Գուցե իրականում դու տկարացել ես քո հավատքի մեջ։ Գիտեք, միակ լուծումը սա է։ Բռնվել Տիրոջ խաչից ու դուրս գալ այդ ամենից։ Բռնվել Հիսուսի ոտքերից ու այդ ամենից դուրս գալ։ Ոչ թե քո հայացքը ուղղել անընդհատ այդ ալիքների ու փոթորիկների վրա, այլ քո հայացքը ուղղել Հիսուսին, ասել Տեր, կորսվում եմ, արթնացի իմ կյանքում։ Գիտեք, շատ մարդիկ ինչ են կործանում, որովհետև չեն արթնացնում։ Որովհետև երբ որ խնդիրը գալիս է, ինքը մտածում, հա դե ոչինչ, լավ։ Դե մարդս է էլի, դե կնիկս է էլի, դե երեխես է էլի, դե հորոխբերս է էլի։ Ոչինչ։ Գիտեք, ես վերջերս մեր ծառայողների հետ էի խոսում, ուզում նույն բանը հիմա բարձրացնեմ բոլորին։ Ինչի աշխարհը ստիպում մեզ, որ մեր քրիստոնեական արժեքների այդ սանդղակ իջեցնենք։ Եվ շատ անգամ իջեցնում ենք մենք։ Գիտես, մեկը սուտ է խոսում, ասում ենք ոչինչ։ Մեկը ուրիշ մեղք է գործում, ասում ենք ոչինչ։ Լավ, այդքան դառը եք այդ մարդու նկատմամբ կամ դաժան մի վարվեք այդ մարդու նկատմամբ։ Այսինքն դառն ու դաժան չենք վարվում։ Պարզապես երբ որ մարդը մեղքի մեջ է հայտնվում, ասում ես, գիտես, չկա, դու պետք է ապաշխարես։ Հա դե լավ, ոչինչ։ Գիտեք, գործկարագելոցում ոչինչ հասկացողություն չկար, գիտեք։ Ոչինչ հասկացողություն չկար։ Մարդ իր հակառակից վաճառել էր, որոշակի դրամներ պահել էր, թե գիտեք իրականում ասում եմ դա քոնն էր, ոնց ուզում էր, վարվում էր, ինչ ես խոսեցիր։ Բայց կարող էր այդ մարդը գալ ու ասել, գիտեք, $1000 վաճառել եմ, 200 ինձ պետք էր օգտագործել եմ, այս 800-ը լվիրում եմ Տիրոջը։ Հավատացած եղեք այդ 5-րդ գլխի պատմությունը չէր լինի, որ անեն են ընկավ ու մեռավ։ Գիտեք ինչ ենք մենք այսօր ուզում, սել եկեղեցի։ Չգիտեմ, սա մի քիչ թեմայից դուրս է, ասես բան չունեի մոտս գրած։ Ինչ ենք ուզում մեր հոգևոր սանդղակը իջացնենք։ Դե աշխարհը սենց անում, ես էլ սենց կանեմ։ Սենց է հագնվում, ես էլ կհագնվեմ։ Սենց երգեր լսում, ես էլ կլսեմ։ Ինչ ենք իջացնում մեր հոգևոր սանդղակը նմանվելով աշխարհին։
Եթե աշխարհում այս բանը տրենդ է, մենք էլ ենք տրենդի մեջ։ Լսեք, մենք Հիսուսի մեջ ենք, ոչ թե տրենդի մեջ ենք։ Ու որ մենք Հիսուսի մեջ ենք, Հիսուսը կարող է ցանկացած ալիք, որ բարձանում է քո դեմ, ասի խաղաղվի ու խաղաղվի։ Բայց որ դու տրենդի մեջ ես, այդ տրենդը քեզ կործանելու է։ Դա այնա որ լցվում է քո նավի մեջ, եւ քո նավը խորտակվելու է։ Եվ ինչի ենք մեր հոգեվոր արժեքները իջեցնում։ Հա դե լավ էլի մի գլանակ սիգարետեր էլի, մի գլանակ ծխախոտեր, ինչ եղավ որ։ Խոմ ես դրանից չգիտեմ ինչ չարեցի Հիսուսին ճուրացա։ Հա դե մի բաժակ գինի էր էլի։ Գիտեք մի քանի օր առաջ Երևանում գինու փառատոն էին տոնում։ Ինչ այլանդակություն ասես անում էի։ Գիտեք մեկը ոնց հասկանում ես մեր ազգը չի խելացվում։ Եվ որ արաբիր կա գալի բոլորը գոռում են Աստված փրկի մեզ, ողորմի մեր ազգին, արաբիր կտերը ողորմություն անում աստում է, մոռանում են։ Հաջորդ օրը այնպիսի այլանդակություններ են անում, որ սարսափելի է։ Ինչի են իջացնում մեր հոգևոր արժեքները։ Ինչի Հիսուսին մեր կյանքի մեջ բարձր չենք պահում։ Ինչի մեր կյանքին ամենաառաջի տեղում Հիսուսը չի դրած եւ ամեն բան Հիսուսի շուրջը կառուցված։ Ոչինչ, երեխա է էլի։ Ոչինչ, որտեղ է գրած ոչինչ, որտեղ է գրած այդպես էլի եկեղեցի։ Կամ են մարդիկ ովքեր որ մեզ կլսեն, որտեղ է գրած ոչինչ։ Գիտեք Աստված ալիքներ սաստող է։ Եվ որ դու իրականում այդ ալիքները բարձրանում են քո դեմ, սկսի աղաղակել Տիրոջը։ Սկսի բարձրացնել Տիրոջը, Տեր, ուզում եմ արթնանաս, Տեր, ուզում եմ այս ալիքին սաստես։ Գոռում եմ ընտանիքի վրա։ Բայց գիտես ինչ կարող ես անել։ Տեսել եք երբեմն ֆիլմերում կամ, չգիտեմ, որոշակի ռոլիկներում, չեմ կարող ասել, որ մարդը այսպես կանգնած է կայմի վրա ու ազատանկում է կատարում։ Գիտեք շատ քրիստոնյաներ այդպես են։ Ինչ ուզում է թող լինի։ Շատ քույրիկներ դասում են մարդս կա, ոնց ուզում է թող տակից դուրս գա։ Մի հատ բան ասեմ, ոչ մեկի չասեք, քույրիկներ, դուք կանչված եք ձեր ամուսների կողքին իրանց օգնական, որպեսզի իրենց ձեռքերը բարձրացնեք։ Ձեր աղոթքներով, ձեր ներկայությամբ, ձեր ամեն ինչով։ Հա դե թող ինքը անելի։ Ես երեխեքով կզբաղվեմ։ Գիտեք, դուք կանչված չեք երեխեքի համար առաջինը, դուք կանչված եք համար առաջինը ձեր կողակցի համար։ Ինչի չեք, եւ որ փոթորիկը մոտենում է քո ամուսնուն, կամ քո կնոջը սերի եղբայրներ։ Դե դի քո գործն է, լավ։ Դու տրենդի մեջ ես, դրա համար տենց է։ Եկեք մի թողեք որ ասեն տրենդի մեջ։ Օգնեք իրանք որ չհասնեն դրա մեջ։ Արտնացրեք Տիրոջը, որ սաստե տալիքներին։ Կանգնեք ծոմով ու աղոթքով։ Ու հավատացեք իրավիճակները կփոխվեն։ Բայց երբ որ դուք պայքարում եք ուրիշ ճանապարհներով, ջրերը լցվում են նավի մեջ։ Ջրերը լցվում են նավի մեջ։ Եվ որ ջուրը լցվում է նավի մեջ, գիտեք ոչ թե 50-50 է, այլ արդեն 80-20 է, 90-10 է, որ կխորտակվի նավը։ Որտեղ նավը նրա համար չի նախատեսված, որ ջրերը իր մեջ լինեն, այլ նրա համար նախատեսված, որ ինքը ջրերի մեջ լինի։ Ուստեղ ես։ Ալիքների ժամանակ ինչ ես անում։ Եվ որ բարձրանում են ալիքները, ինչ ես անում։ Երկու իրավիճակ։ Մի իրավիճակում խառնվում ես, հավատքդ սկսում է թուլանալ ու կամած ընկղվում է քո նավակը։ Մյուս տարբերակում արթնացնում ես Տիրոջը, նայում ես Տիրոջը ու կանչում ես Տիրոջը։ Հավատացեք, նա քեզ քո բոլոր փոթորիկների ալիքներից կհանի։ Հիմա գուցե մեկ ասում է, Հովիվ ջան, այս 5 ամիսա աղոթում եմ մարդիս համար։ Այդ ալիքը չի խաղաղվում։
Եկեք սկսենք նայել, Հիսուսը մի բան ասեց, ուրա ձեր հավատքը։ Ուրա ձեր հավատքը։ Ասաց, ուրա ձեր հավատքը։ Հիմա նայեք։ Մի մարդ, որը որ ծովը լավ գիտեր, որը որ ինքը լավ գիտի իր մասնագիտությունը, որը որ փայլուն գիտի իր մասնագիտությունը, ու ինքը ամեն բանի մեջ լավ գիտե ամեն ինչը, ու հանկարծ մի օր որոշում է ոտքը նավակից դուրս դնել։ Ինքը լավ գիտի, որ նավակից դուրս դրեց, թե չէ ինքը չի կարող կանգնած մնալ։ Այդ պատմությունը գրված է Մատթեոս 14-րդ գլուխ 22-ից 34 խոսքերում։ Բայց ես այդ ամենը չեմ կարդալու ժամանակի առումով։ Մատթեոս 14, 22-ից 34։ Հիմա նայեք ինչ է գրում 26-ում։ Երբ աշակերտները տեսնում են, որ Հիսուսը ծովի վրայով քայլում է, խռովում են եւ ասում են աչքի երևույթ է, տեսիլ կա։ Գիտեք, մարդը երկար ժամանակ ծովի վրա է, ինքը լավ գիտի ինչ բանա ջուրը, ինքը լավ գիտի ինչ բանա ծովը, ու հանկարծ տեսնում է մեկին ծովի վրայով քայլելուց։ Ինչ եք մտածում, իր համար դա անհասկանալի եւ անհասանելի իրավիճակ է դառնում։ Ու իրանք բոլորին չեմ խռովում են։ Հիսուսը նրանց ասեց. «Քաջ եղեք, ես եմ, մի վախեցեք»։ Գիտեք, Հիսուսը իրանց ասում է, տղեկ, ես եմ։ Դա իրանց համար անհասանելի մի բան էր, որ մարդը կարող է ջրի վրայով քայլել։ Բայց Հիսուսը քայլելով գալիս է։ Հիմա նայեք, երբ որ դու քրիստոնեական երկրում ասում ես ես Հիսուսի հետևորդ եմ, առաջին ռեակցիան մարդկանց մոտ սա է. «Ախ, չէ, տաղանդավոր ես դարձե»։ Գիտեք, իրականում աբսուրդ է։ Քրիստոնեական երկրում, երբ որ ասում ես ես Հիսուսի հետևորդ եմ, մարդը ոչ տանում, ոչ բերում է, առաջին ռեակցիան սա է. «Աղանդավոր ես դարձե»։ Բայց երբ որ մարդը ասում է, գիտես ինչ կա, այս գիշերային ակումբից այն գիշերային ակումբն եմ թրև գալիս, գիշերային թիթեռնիկներ, այդ ծրագրին եմ մասնակցում, ոչ ոք չի ասում դու աղանդավոր ես կամ աղջիկ կամ տղա, այդ ինչ ես անում։ Հələ հարցնում են, այդ ո՞նց ես գնում, կարող են ձեր հետը տանես։ Բայց հենց ասում ես ես Հիսուսի հետևորդ եմ, հա, դու այն աղանդից ես, հա։ Գնում են ալելույային երգում։ Գիտես, եթե հասկանան գոնե ալելույա ինչ է նշանակում։ Գիտեք, ինքան մարդիկ այս վերջերս մի տեղ ենք ասում, դես Աստծո առաջ, ինքը մտածում է որ ապաշխարեց, ասում է մեղանչեցի, ասում գիտեք մեղանչել ինչ է նշանակում։ Հա, մեղքերը խոստում են, ասում չէ, մեղանչել նշանակում է մեղ գործել։ Ոնց, ասում եմ, հա։ Գիտեք, մարդիկ թարս ու շիտակ բաներ են խոսում ու մտածում են, որ դա հենց ասեցին այդ բանը, всё, ընկավ ամեն ինչ իր տեղը։ Գիտեք, այս մարդը երկար տարիներ ծովի վրա լինելով ինքը լավ գիտեր, որ ոչ մեկ չի կարող քայլել ջրի վրա։ Լողալ գիտեր, որ կարող է, բայց քայլել չգիտեր։ Ու նայեք ինչ ասում։ Պետրոսը 28 խոսքում պատասխան տվեց ու ասեց. «Տեր, եթե դու ես, քանի անգամ ես մտածում, Տեր, ինչի ես լռում, ինչի չես պատասխանում, կարող ես սխալ եմ հավատացել, կարող ես քան տարիները ուղղակի խաբված եմ եղել»։ Գիտեք մի բան ասեմ, շատ հնարավոր է, որ հավատացել ես ոչ իրական Աստծուն, ոչ իրական կենդանի Քրիստոսին, այլ քո մեջ, քո երևակայության մեջ ինչ-որ պատկեր ես կառուցել ու սկսել ես դրան երկրպագել։ Բայց դեմ առ դեմ հանդիպում չես ունեցել Հիսուսին։ Եվ գիտես, երբ որ դու իրականում հանդիպում ունեցած լինես Հիսուսի հետ, երբեք էլ չես կասկածի։ Դու ստեղ ես։ Քանիստ եք ստեղ։ Հա, ոմանք ստեղ են, ոմանք ստեղ չեն, լավ։
Տեր, եթե դու ես հրամանար ինձի, որ քեզ գամ ջրերի վրայից։ Գիտեք, Պետրոսը իմանալով ջրերի իրական կերպար, այսպես ասեմ, որ անհնար է ջրի վրա կանգնել, ասում է, եթե դու ես ասես էլ գամ։ Գիտեք Պետրոսը ինչ ասում։ Անհնարին մի բան, չլնող մի բան, ոնց որ հիմա մի կին, որի արգանդը հեռացված իրան, ասում է, Տեր, ես ուզում եմ երեխա ունենամ։ Դուք հասկանում եք ինչ անհնարին բան է ուզում։ Իր համար։ Ինքը լավ գիտի, որ դա հնարավոր չի։ Բայց ինքը ասում է, եթե տենց է սենց եմ ուզում։ Կամ գիտես մեկը, որ գիտի, վիրահատել են, իր աչքը հեռացրել են, ու խրուստալից, բրո ուղղակի սենց ապակուց մի բան են դրել, որպեսզի ինքը ուժսի կերպար չլինի, ասում է, Տեր, ուզում եմ տենամ։ Ինքը լավ գիտի, որ հեռացված իր ամբողջ աչքը, նյարդային թելերը վնասված, կտրված, ոչ մի բան գոյություն չունի, ինքը գիտի, որ ընդամենը մի հատ ապակի է դրած ու վերջ։ Որպեսզի մարդիկ չվախենան իրանից։ Ասում ուզում եմ տենամ։ Ուզում եմ տենամ։ Ուզում եմ տենամ։ Գիտեք, Պետրոսը այդ կարգավիճակում էր, իմանալով հանդերձ, որ անհնար է ջրի վրա քայլել։ Ասաց, եթե դու ես ասես էլ գամ։ Ասաց, արի։ 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 Ու դու պատկերացնում ես մի օր զգում ես, սիրելի քույր, կրծքա վանդակի տակ ինչ-որ մեկը խաղում է։ Յո, ասում ես, ես ո՞նց կարա լինի սենց։ Պետրոսը ոտքը դրեց ջրի վրա։ Նավից իջավ, ջրի վրա քայլեց, որպեսզի Հիսուսի մոտ գնա։ Դուք պատկերացնում եք, կանգնում է ջրի վրա, եւ մեր կողմը սենց անում, ասում է, քուրա։ Ես չեմ սկում, ոնց որ ոտից տակ ամուր հողի պես մի բան է։ Ասում սկսես քայլել, չկանգնա որ հետ գնաս նավի մեջ, սկսես քայլել։ Բայց գիտես հետո ինչ եղավ։ Հետո ալիքը բարձացավ։ Հենց դու դուրս ես գալիս քո նավակից ու գնում ես Հիսուսին, ալիքները բարձանում են։ Հորողբորդ կնգա, քերու, մորքուրի աղջիկա, հարսը, փեսու հետ, գալիս է ձեր տուն։ Միջև այդ կյանքում ինքը ձեր տուն չեր եկել։ Աղջի, ես իմացել եմ հավատացյալ ես դարձել, հա։ Խաբար ես ընդեղ ինչ են անում։ Դա 97 թիվն էր։ Մայրիկիս համոզել էին, որ այդ հավատացյալները հավաքվում են լույս են անջատում։ Գիտես, երբեմն մարդիկ չեն կարող հասկանալ, օրը ցերեկով, ժամը 1-ին, 2-ին, որ լույսեր անջատեցին, մեկը լույս է էլի։ Իրենց այդ ճակերտավոր մենք ես այդ ժամանակ հիսնական եկեղեցում էի։ Նստած էինք պաշտամունքի, եւ վաղ ես Եղվարդում էի ապրում ու մեկ էլ սենց դուրը բացվեց, մորս ու հարսից գլուխս ներս, պատահական ոչ մեկի չէին ասում, որ իրան գալիս էին։ Յա, տեսան։ Տղամարդիկ առանձին նստած են, քույրերը առանձին նստած են։ Յա, բայց լույսն էլ վառած է։ Հոսմի լույս հանգցրած է։ Այդ մի անգամ սենց անցավ, մի անգամ էլի տենց առանց մեզ ասելու մայրս էլի հյուրեր եկել։ Որպեսզի նորից դուք լույսերը անջատած է, թե չէ, դու հասկացա, որ այդ լույսերը անջատած չի, միշտ վառավանում լույսերը։ Գիտեք հիմա նայեք, այդ քո քերու կնգա մորքուրի օրողբոր հարսի, չգիտեմ ինչ է որ էլի եկել է, սկսում է քեզ գիտես ինչ անել, այդ ալիքը բարձրացնել, որպեսզի ոտքերի տակի ջուրը, որ հիմա դարձել է հատակի պես կանգնած ես քայլում ես, սկսես սուզվել։ Մենք մի գյուղ էինք գնացել, ով որ մեզ հրավիրել էր, այսինքն ով որ մեզ ասել էր, որ գնանք այդտում եկեղեցու, մեզ որ ստեղ չի ինքը, այդ դաշտում աշխատելուց մեկին պատմել էր, մեկ ասել էր, գիտես, իմ հարցս մահացել է։ Գիշերներ ասում է ես մեր տան բոլոր հայելիները փակում եմ, որովհետև ես տեսնում եմ իրան հայելու մեջ։ Ես ես ինչ բան եմ տենում, այն ինչ բան եմ տենում։
Գիտեք ինքը պատմերս ոնց որ ուժս կինո պատմեր ինքը ասում է ես պարկած եմ իմ անկողնում ես զգում եմ այդ շնչառությունը մեկ ասում ես իր քաշը իմ վրա զգում եմ որ իմ վրա պարկած է ասում է կողքս մուրճ ու դանակ եմ դրել որ իրան կարնամ խփեմ ասում որ խփում է կպնում հա ասում ես օդի մեջ բայց ասում է ես իր շնչառությունը իր ծանրությունը ես զգում եմ իմ մարմնի վրա Ոսմ ես ամեն անգամ գնում եմ գերեզմանոց, ոսմ այդ գերեզմանոցում ես կանաչ գույնի օձ եմ տենում, որ ինքը սենց սողոսկելով մտնում է գերեզմանի մեջ, բայց մերոնք որ գնում են այդ բանը չեն տենում։ Հետո պատկերացնում եք ես խեղճ կնոջ սարսափելի վիճակը։ Դուք պատկերացնում եք ամեն երեկո ինքը ինչ անում։ Իր տան բոլոր հայրենիները շորերով ծածկում է որպես ինքը ոչ մեկի չտեսնի։ Դուք պատկերացնում եք ինչա կատարվում էս մարդու հետ, ինչ վախերի մեջ է։ Եվ հանկարծ մենք նստած էինք Իրաստանը, մեկ էլ իմաց, այսինքն իր բարեկամները գիտեին, որ մենք պիտի գնայինք Իրաստանը, մեկ էլ տղան Ռուսաստանից զանգեց։ Վիդեո կապով խոսում ենք, իր հետ խոսեցինք։ Ամեն ինչ լավ էր։ Առաջի հայացքից մենք աղոթեցինք այդ կնոջ համար իրականում այդ վախերը գնաց այդ դեպը որ Իրաստան մեջ տենց այսպես ասած շոուեր անում այդ ամենը գնաց ու հանկարծ հայտնվեցին կորած բարեկամները եկան լսի գիտեք ես այդ կնոջ ասում եմ այդ մարդիկ Երբ որ դու սոված էիր, երբ որ դու տառապում էիր գիշերները, վախից, դեպրեսիայի մեջ էր, այդ որևիցե մեկը եկավ քո տունը քո կողին եղավ։ Բայց չէ, ասում բայց դու հենց ընդունեցիր Հիսուսին, բոլորը հայտնվեցին։ Եթե այդ բանը սենց անես, մեզ կմոռանես, այդ բանը սեն ուսին թվարկել բաներ։ Եվ գիտեք, այդ կինը էլ կապի դուրս չեկավ։ Հետո իմացանք, որ ավելի վատ վիճակում է հայտնվել։ Գիտեք ինչի, որովհետև դեպեր նորից հետ էին գնացել։ Ինքը երկար ժամանակ էլ իր հայելիները չէր ծածկում, բայց ես իրար մի բան ասի։ Աստվածաշունչը այսպես է ասում. դեպը դուրս է գալի, գնում է ման է գալի ու նորից հետ է գալի։ Ուշ թե շուտ հետ է գալի։ Ես մեկ անգամ լսում եմ Բենինին, ինքը ասում էր, գիտես իրականում ինքը որ քո մարմնից դուրս է գալի, ինքը հարմարված եղե քո մարմնում գնում է ոչ միտեղ չի հարմարվում, ինքը նորից ուզում է այդ նույն մարմինը, որը որ տարիներ շարունակ ապրել է դրա մեջ, ու ինքը հետ է գալի։ Որովհետև իրա, չգիտեմ, քանի պորտենկոն բարեկամը հայտնվել էր, ասել էր, այդ բան անգարց ես չանես։ Այդ մարդը վախից արելերեն ինչ որ իրանք էին ասել։ Հիմա պատկերացնում եք, Պետրոսը նավից դուրս է եկել կանգնել է ալիքի վրա, ծովի վրա, եւ Հիսուս նայում է ջրին, նայում է Հիսուսին, նայում է ջրին, նայում է Հիսուսին։ Գուցե ասում ես կարող է իրաս, հա։ Չէ, ոնց որ ես իմ երեսին եմ խփում, վերած չի, իրականությունն է։ Ու գիտեք, հանկարծ հայտնվում է ալիքը։ Կարող եմ կարդալ։ Երեսուն խոսքը, բայց քամին սաստիկ լինելով վախեցավ։ Մի ուրիշ տեղ գրում է ալիքը բարձացավ եւ սկսեց անկղմել, աղաղակեց. Տեր, ազատիր ինձ։ Տեր, ազատիր ինձ։ Գուցե քո հավատքի կյանքում սայթակել ես։ Կամ գուցե մարդիկ որ մեզ կլսեն, գուցե քո հավատքի կյանքում սայթակել ես։ Ու հիմա անկղվում ես քո լավագույն տարբերակը ուղղակի կարճել Հիսուսին։ Աղաղակել Հիսուսին, որպեսզի ինքը ձեռը բռնի ու քեզ հանի, եւ նայեք շարունակությունը ինչ ասում Տիրոջ խոսքը։ Հիսուսը շուտ մի իր ձեռքը երկարացրեց, բռնեց նրան ու ասեց. Թերահավատ, ինչու երկմտեցիր։ Թերահավատ, ինչի երկմտեցիր։ Գիտես են մարդիկ ովքեր ոչ են երկմտում,
Գիտես, այնքան է լինում, դու ես գալիս ես եկեղեցի Տիրոջ ներկայությունը եկել է, ասենց վայելում ես դու իրան, ասենց աշկերտը տեթում է, փստիկները տեթում է, ասես Տեր ես քեզ սիրում եմ, կոմար ամեն ինչի պատրաստ եմ, ինչ ասես կանեմ, ոնց ասես կանեմ, հասնում ես տուն, եկել նայում ես այսպիսի խոժոռած դեմքերի, այդ ուր էր գնացել։ Եկել մորանում ես, եկեղեցում երկում էր, ինչ ասես կանեմ, ոնց ասես կանեմ, ուր ասես կգնամ, ու մեկ էլ սենց աշկիտ առաջ գալիս են մարդիկ, ովքեր պետք է գնաս իրանց ավետարանը, տնում ես իրանց փրկությունը, իրանք ոնց է երկնքում, հետո քո այդ վայելու Տիրոջ հետ, հա Հիսուս ջան, ամեն ինչ կոմար պատրաստ եմ, մեկ էլ հասնում ես տուն, մեկ էլ տեսնում ես խոժոռված դեմքեր, այդ ուր է իր գացե, աղջի, առանց ընձեսել ուր է իր գացե, ու գիտես սկսվում է ալիքը գալիս է։ Դե ճիշտ ասած, պատահաբար անցնում էի փողոցով, երգի ձայն լսեցի, այնպես անուշ են երգում։ Ասի գնամ տեսամ, էս ինչ լավ են երգում։ Գնացի իսկ չիմացա ժամանակը ոնց անցավ։ Գիտեք, մեր ժողովուրդը այսպիսի մի բան ասում։ Մի սուտ ասեցիր, 7-ն էլ պատրաստի, որ այդ մի սուտը ծածկես։ Գիտես, ես թերհավատ, ինչի երկ մտեցիր։ Գիտեք, քանի դեռ Պետրոսը նայում էր Հիսուսին ու քայլում էր, գերբնական բան էր լինում։ Ինքը քայլում էր մի բանի վրա, որ ինքը, ես չգիտեմ այդ ժամանակ ինքը քանի տարեկան էր։ Հաշվենք օրինակ հիմար 10 տարի ծովում եղել, ու 10 տարի ինքը վստահ գիտի, որ այդ ջրի վրա անհնար է կանգնել։ Անհնար է կանգնել։ Ես հիմա էլ գիտեմ, որ ջրի վրա անհնար է կանգնել։ Ինքն էլ գիտեր, որ անհնար է կանգնել։ Բայց ես որ ինքը տեսավ, ու հանկարծ տեսավ ալիքը գալիս իր վրա, գոռալով։ Քանիստ եք եղել ծովում։ Փառք Աստծո, ոմանք եղել են։ Գիտեք, երբ որ ծովը սկսում է ջղայնանալ, այսպես ասեմ, հումորով, երբ որ սկսում է ջղայնանալ, գիտեք, մենք Երևակայի մի 200-300 մետր, կլներ չէ 300 մետր, այն տունը, որ վարձել ենք ծովից հեռու էր, մոտ մի 300 մետրից ավել մենք հեռու էինք, դա մի տարի առաջվա պատմություն եմ ասում, երբ որ ծովը ջղայնացել էր, ուսես գալիս էր, ուսես խփում էր այդ պատերին, ձայնը, մի 300 մետր է, որտեղ որ մենք մնում էինք, պատոները բաց է ծովը ալիքների ձայնը լսվում էր։ Գիտեք գնացիք ծովը ջղայնացել եկեք գնանք տենանք, ոնց է փրփրել, եկեք ասում են, փրփրել ես, իրականում ծովը փրփրել էր, փրփրել էր։ Եմ որ առաջ օրը նայում էր էտ լրիվ ավազեր, էլ ավազ գոյություն չուներ, ինչ կա չկաս բսա ասը սրպե տարել էր։ Գիտեք երբեմն ծովը այդպես փրփրում է, կյանքի ծովն էլ այդպես փրփրում։ Բայց գիտես կամ մեկը, ասա կամ մեկը։ Իրականում կամ մեկը, որ կարող է ասել խաղաղվիր։ Եմ մյուս օրը մենք իջանք նույն այդ ծովը ճիշտ է, ինքը շատ կեղտոտ էր, որտեղ հնարավոր չէ մի օրվա մեջ ինքը մաքրվեր։ Մենք գնացինք մի հատ ուրիշ քաղաք, այնտեղ ինչ ասես ծովը բերել, ինչ գերան ու ծառ ու ինչ ասես հավաք է բերել էցեր էր ապը։ Մի երկու օր ոչ այնտեղ կարողացանք, ոչ այնտեղ, վերջի մի երկու օրը կարողացանք ջուրը վայելել հետ գալ։ Գիտեք ի՞նչն է հետաքրքիր։ Այս մարդը ինքը գիտեր այդ ամենը։ Խնդրեմ գաք նվագեք էլի։ Բայց նաև գիտեր, որ այդ ալիքը կարող է իրան կործանել եւ սկսեց վախենալ։ Ասես թեր հավատ։ Գուցե իրականում քո հավատքը սայթակել է, բայց մի բան կարող եմ այսօր քեզ ասել, չվախենաս։ Նա կբռնի քեզ եւ քանի քեզ ոնց որ Պետրոսին։ Բայց գիտեք Պետրոսը ինչ արեց։ Պետրոսը գիտեք ինչ արեց։ Տեր, ազատիր ինձ։ Հիսուսը շուտ իր ձեռքը երկարացրեց, բռնեց նրան ու ասեց. «Թեր հավատ»։ Գիտես աղաղակեց։
աղաղակեց Հիսուսին։ Սելիս ինչ է գալիս ալիքը ու դու չես աղաղակում։ Ինչ ես թույլ տալի ալիքը գա, քո կյանքը ոչնչացնի, ու հետո ուժ չունենաս ոտքի կանգնելու, նոր աղաղակելու։ Ու գիտես ամեն անգամ, երբ որ ջուրը գալիս ու գնում է, իր հետ քարերա բերում, ավազներա բերում, եւ նաեւ տանում է։ Գիտեք ծովի աղբը ալիքների հետ բերում հասցնում է ափ, ափից լիքը բան հետ է տանում։ Ինչի ալեկոծված ժամանակ արգելում են մտնել ջուր։ Մեկ անգամ տղաներով ծովում էինք ու ես լավ լողալ չգիտեմ, Խոստովանեմ, բայց տղաներից ովքեր լավ լողալ գիտեին, իրենք շատ հեռու էին գնում։ Ու այդ շատ հեռվում ալիքները այդքան բարձր չէին, ինչքան ափին։ Ու գիտեք, երբ որ ալիքները գալիս ու խփում են, ասենց փաթաթում էին, բուլ ասես ավելա ջրից դուրս գամ։ Իսկ իրանք մի հատված էր լինում ալիք այնքան բարձր որ այդ պահին ինքը չէր երևում։ Ես նայում եմ իրան, ինքը կամերի վրա ասես վայելում է։ Մենք երկու ընկեր ընտանիքներով գնացել էինք։ Դա միջև պատերազմ, ասենց ինքը իշտում է ալիքը այնքան բարձր է, ես իրան չեմ տեսնում, եկել ալիքը իշտում է, ինքը ելնում է։ Ինքը վայելում էր, ես չէ։ Գիտեք մի բան կարող եմ ասել քեզ։ Չկա տենց մի ալիք, որ Տերը չկարողանա ասել խաղաղվի ու ինքը չխաղաղվի։ Գիտես կապ չունի բժիշկը ինչ ասել, կապ չունի բանկը ինչ ասում, կապ չունի հարևաններդ ինչ են ասում, կապ չունի բարեկամներդ ինչ են ասում։ Ձեր առաջ մարդը կանգնած որ բարեկամներ ինչ ասես ասել են։ Բայց երբ որ ինքը պինդ բռնած եղե Հիսուսին, ամեն բան փոխվել է։ Ամեն բան փոխվել է։ Հավատա քո կյանքում ամեն բան կարող է փոխվել, երբ որ դու պինդ բռնել ես Հիսուսին։ Գուցե մեկ ասի հովիվ երկար տարիներ պինդ բռնել եմ Հիսուսին, բայց ոչինչ չի փոխվում։ Մի բան ասեմ։ Նա այդպես իրականում ինչ ես բռնել, ում ես բռնել։ Չկա այդպիսի մի իրավիճակ, որ Հիսուս ասի խաղաղվիր ու ինքը ասի չէ, չեմ անելու։ Գիտես չկա այդպիսի բան։ Դա քո փոքր կամակոր երեխան չի որ ասես ձայնդ կդրած, չեմ կդրի, լացում ավելի բարձր է գոռում խանութում։ Կինդեր եմ ուզում։ Այ բալամ ձայնդ կդրի փող չկա։ Կինդեր եմ ուզում գոռում է։ Մաման ասում է փող չունեմ։ Գիտես դա իրականում այդպես չի։ Երբ որ Տերը ասում է խաղաղվիր, ծովը չի ասում կինդեր եմ ուզում։ Խաղաղվում է։ Հավատացեք չկա ձեր կյանքում մի հատ իրավիճակ, որ չխաղաղվի։ Միտեք ես առավոտյան լսում էի ով գոռի մի վկայություն էր, որտեղ մի մուսուլման տղա էր ապաշխարած եւ մահամերձ պարկած եղել եւ ասել ուզում եմ ջրով մկրտվեմ։ Երբ որ իր օգնականը գնացել է ջրով մկրտել է, ասում է գիշերը Տերը իրան ասել է գոռա, ասա որ ես բժշկված եմ։ Կա մանց ասել է։ Գիտեք ասում են դու հավատացյալ ես։ Հա։ Աղջի հավատացյալ ես դարձել։ Հա։ Այո, հավատացյալ եմ ես Հիսուսի հետևորդ եմ։ Հա, լավ, որ տենց է լավ է։ Գիտեք, այս տղան, երբ որ բարձր աղաղակել է, որ ես բժշկված եմ, ասում Հիսուսը գնացել էր։ Ինքը քնել էր։ Առավոտյան արդեն այդ մյուս նկարն է ցույց տալիս ով է, որ բոլորովին ուրիշ տեսք ունի, եւ ասում ընդեղ որտեղ որ յուղը քսել էին ու հոսել էր, այդ վերքերը բոլորը միանգամից լավացել են։ Եվ երրորդ նկարը, երբ որ ցույց տվեց բոլորովին առողջ մեկը։ Գիտեք իրականում չկա մի ալիք, չկա մի քամի, որ Տերը չկարողանա կանգնեցնել։ Չկարողանա կանգնեցնել։ Նորից ուզում եմ կարդալ ու կկանգնենք մենք աղոթքի։ Եսայի 51:15 Ես եմ քո Տեր Աստվածը, որ սաստում է ծովին, երբ որ նրա ալիքները գոռում են։ Զորած Տերը իմ անունը։ Գիտես, երբ որ ալիքները գոռում են, ինքը սաստում է։ Խաղաղվիր։ Ինչի են քո կյանքի ալիքները դեռ գոռում։
Եկեք մտածենք, ինչի է իմ կյանքի ալիքը դեռ գոռում։ Արդյոք ես աղաղակում եմ Հիսուսին։ Թե թողել եմ ալիք ինձի ոնց ուզում ես ապից են ապը, տպի են ապից են ապը։ Եվ որ կարդում ես գործ կարակելոցը, ասում են նավի խարիսխը գցեցին, քամին սկսեց նավին հետևից տպել։ Իմ բառերով եմ ասում։ Քանդեց, քանդու կարապ արեց։ Սելիս, գուցե այնպիսի տեղ ես նավի խարիսխը գցել, քամին, ալիքները քանդու կարապ են անում քո նավը։ Ժամանակն աղաղակես Տիրոջը։ Եվ այդ ալիքները կկանգնեն։ Այդ բոլոր ալիքները կկանգնեն։ Կապ չունի առողջական խնդիր ունես, կապ չունի ընտանեկան խնդիր ունես, կապ չունի ֆինանսական խնդիր ունես։ Աստված ալիքներ սաստող Աստված է։ Բայց մի հատի կարևոր բան կա։ Արդյոք կաղաղակես։ Հո, եղբայր հավատքս չի երիքում։ Գիտես բռնվի այդ դեպքում։ Բռնվի Հիսուսի խաչից, բռնվի Հիսուսից Տեր, վերջ։ Քաշ ինձ հանից տեղից, քաշ ինձ հանից տեղից։ Հավատացեք Տերը, հալելույա։ Գիտես դա շատ վաղուց եմ կարդացել ու բաներ կա կարող լավ չէ հիշեմ, բայց հիմա չգիտեմ խի ուզում եմ ասեմ։ Այն մարդիկ, ովքեր օրինակ հիմա իրանց կամուրջներից գցում են կամ բարձր տանիքից գցում են, որպեսզի մահանան, գիտեք ճանապարհի մի վայրկյան հետո իրանք փոշմանում են, այն մյուս վայրկյանին ասում վախից իրանց սիրտը շատ անգամ պայթում է, որ արդեն գիտակցում են իրանք ինչ են անում։ Բայց միջև այդ իրանք չեն գիտակցում իրենք ինչ են անում։ Գիտեք շատ անգամ հաճախ լինում է քրիստոնյաները իրանք չեն գիտակցում իրանք ինչ են անում։ Պարզապես գնում են։ Պարզապես ինքնահոսի շարժվում են։ Չիմանալով որտեղ պետքա ոտք դնել, որտեղ չէ։ Բայց որ դու Հիսուսի հետ ես, հավատացեք, ամեն բան քո կյանքում փոխվելու է։ Ամեն։ Չկա այդպիսի մի ալիք, որ ինքը չխաղաղվի։ Չկա այդպիսի ալիք, որ չխաղաղվի։ Եթե իմ եղբոր նման ալիքը խաղաղվել է, հավատացեք, ձեր կյանքում ամեն բան կարա խաղաղվի։ Կախված է դու ինչքան պինդ կբռնես Հիսուսից։ Ես օրհնում եմ ձեզ։ Իրականում պինդ բռնեք Հիսուսին, որպեսզի ձեր կյանքի ոչ մի ալիքը ձեզ եկեղեցուց չտանի։ Ամեն։ Օրհնում եմ ձեզ։ Կուզենամ, որ իրականում կանգնես ոտքի միասին աղոթենք։